Ողջույն սիրելի հեռուստադիտողներ եւ YouTube-յան ալիքի մեր շատ հարգելի հետևորդներ, եթերում Սև ու Սպիտակն է, Գնել Սարգսյան եւ Գագիկ Մկրտչյան իհարկե։ Ինչպես անցավ շաբաթը, Շաբաթը ված չանցավ, որովհետեւ լրիվ բան է, action էր, հա, սկսած Կոտայքի մարզի բլուրից, վերջացրած կենտրոնաբանական այգով։ Ինչի կենտրոնաբանական այգով, դու ֆուտբոլ չես նայում։ Ալսի, արի, հəl մի հատ ֆուտբոլով սկսենք, էլի։ Սկսենք։ Նախ Եգիպտոսը պիտի հաղթեր։ Էդքո վերդիկտ։ Դա այո, այդ խաղում Արգենտինան իրավունք չուներ անցնել։ Մեսիով հանդես։ Ես հարգում եմ Մեսիին, լավ ֆուտբոլիստ է։ Չնայած միշտ ես դուրս եմ եղել Մեսի Ռոնալդու այդ հակամարտությունից, էլի ես սիրել եմ ֆուտբոլը որպես թիմ։ Եվ որպես սպորտային արվեստ։ Այո, բայց բանա, միևնույնն է, Եգիպտոսը չէր վաստակել այդ հաղթանակը, այսքան բան։ Եգիպտոսը չէ։ Բանա, Արգենտինան չէր վաստակել այդ հաղթանակը, կոնկրետ սարքեցին։ Դե։ Սարքեցին։ Մեսիի խաթր։ Մեսիի խաթր, այնտեղ խեշ Ռոնալդուն մնաց արդեն։ Իմիջայլոց այո, այդ Ռոնալդուի հետ կապված ասեմ, իրան էլ մեծ հաշվով տենց առանձին վերաբերմունք չունեմ, որպես սուպերաստրի, ունեմ։ Բանա, բայց Պորտուգալիայի թիմը վերջնականապես աչքիցս ընկավ հենց իր վերաբերմունքի պատճառով։ Գիտես, կապ չունի ինչա տեղի ունեցել, ինչ չէ։ Քո թիմում խաղում է աշխարհի թիվ 1 գերաստղերից մեկը, ով ռեկորդներ է սահմանել քո պետության հավաքականի համար, դրա կրողը դուք բոլորդ եք։ Ու բոլորդ էլ լավ գիտակցում եք, որ ամենայն հավանականությամբ դա Ռոնալդոյի վերջին աշխարհի առաջնության մասնակցելն է, ու գոնե վերջում թեկուզ ձևական հանդիսատեսի համար կարելի էր մոտենալ ու ձեռքսեղմ կազմակերպել։ Հասկանում եք։ Ես չգիտեմ ինչեր է եղել մեջը, որ տենց իրան բան արեցին, էլի մեկուսացրեցին, այնուամենայնիվ դուք գործ ունեք, գիտեք, լեգենդա է։ Իհարկե, ասենք դուք ով եք։ Պորտուգալիայի հավաքական, դուք ով եք։ Այսօր կա վաղը Ռոնալդոին եթե հանում ենք, այս բոլոր տարիների մեջ դուք ով եք լինում այդտեղ։ Եթե մարդ ա եղել, որ դարձել է Պորտուգալիայի երկրպագու, դարձել է, որովհետև կար Ռոնալդո։ Այսինքն եթե հաղթեի, չէ, միևնույնն է, կարող է ուրիշ միևնույնն է, այդ ամեն ինչը կար, բայց ես հենց այդ վերաբերմունքը ես դուրս։ Ինձ շատ տհաճ էր, որ Ռոնալդոն դաշտում մենակ կանգնած նայում էր իր վերջին այդ զգացմունքային պահերն էր ապրում, ու ես շատ լավ զգում էի իրան իմիջայլոց, ու բանա, հակառակորդ թիմից անգամ գալիս նրան ողջունում էին, բայց իր թիմից մեկը չմոտեցավ։ Սա անշնորհակալ պահված, կա։ Գիտես, այդտեղ մի հատ ուրիշ։ Ես երբեք Պորտուգալիային որևիցե հանդիպման ժամանակ չեմ բանանելու։ Ես մի դժգոհություն ունեմ այս ֆուտբոլի ներկայացման ձևից։ Տես, դու չես տեսել, հետո ինչա, իսկ միգուցե հետո մոտեցել են, բայց հետ խաղային վիդեոները չեն թողում։ Այսինքն խաղը վերջանում է, այդ տղերքը երկու րոպե խոսում են ու ասում են հաջողდეს, գնացինք տներով։ Հա, մեր եթե։ հա։ Դե տես ինչն է հետաքրքիր։ Գոնե նմանատիպ հանդիպումներում, եթե հարցնենք ասում դե եթերաժամը, մյուսը։ Գիտեք ինչ, մեր մոտ եթերաշահը հաստատ այնքան չարժի, որքան որ այն երկրներում, որտեղ որ էլի ցույց են տալիս։ Եկեք ստից մտից բաները տեղ մի արեք։ Եվ այո, վերջին այդ կադրերը, որտեղ որ իմիջայլոց օպերատորներն են ազատ։ Իրանք արդեն ոչ թե միայն մի կետից կառավարվող ու խաղը լարված ցույց տվողներ են, այլ պահեր բռնողներն են։ Դե այ լավ բան հիշացրեցիր։ Նորվեգիայի խաղից հետո ինչա տեղի ունեցել, խաղից ավելի հետաքրքիր էր։ Ինչի համար չէ, գոնե մի 5 րոպե։ Թամբուկները խփելը, այն վիկինգների շարժումները թիավարելու։ Այո, հետո գիտեք երկրպագուները, ֆուտբոլասերները, երբ որ նստած նայում են, իրանց համար այն շատ արագ չի վերջանում խաղը։ Չէ, նստած ուզում ես վայել ես, էկրանի այս կողմում է, խաղը վերջացավ ու
բան, մի հատ գովազ դու լուրեր խոսքի։ Ասենք, այս մարդուն ի՞նչ է կա, ջարդում է։ Թողեք մի քանի րոպե մինչև հանգիստ sense էմոցիա։ Թե չեք ցույց տալիս։ Այդ ալիքը, որը ցույց է տալ, այդ ալիքը լուրեր չունի, ինքս մարզական ալիք է, ընդհանրապես խնդիր չունի։ Հա, այ ապրել։ Ընդհանրապես խնդիր չունի, ինքը կարա 15 րոպե հետ խաղային այդ ու հաստատ դիտվելու է։ ամով կտորվելու։ Ոչ մեկ, եթե դուք խաղը ցույց եք տալիս դիտողականություն ապահովելու համար, չէ՞։ Դիտողականություն կա, չէ՞, ռեյտինգ կա։ Վստահաբար կարող ենք ու բան նայել։ Վստահաբար խաղի հենց խաղը բրծա ոչ որ պուլտով ալիքը չի փոխում։ Իհարկե։ Հələ եթե դուք ցույց տաք, այդ ամեն ինչը նույն դիտողականությունը պահելու է, քան եթե ցանկացած ուրիշ բան եք ցույց տալ։ Դա նույնը կլինի, որ եզրափակիչ խաղից հետո քրտ ասեն դե հաջողձես ու գավաթների անցման արարողություն է։ Նույն բանը կլինի։ Անցնենք մեր մեկնաբաններին։ Հա։ Մեր մեկնաբանները, որ նոր ռեկորդներ են սահմանում։ Ես առաջարկում եմ մյուս հանդիպմանը մեր մեկնաբաններին հյուրասիրել արևածաղկի սերմով, թող կեղևազրկեն իրենց համար մի կողմի վրա, առանց զեն անելու։ Պրծնի ֆուտբոլը թող վերադառնան։ Խաղ։ Լուրջ եմ ասում։ Չէ, բայց նայտես, օբյեկտիվ լինելու համար ես շատ գնահատում եմ, շատ ինֆորմացված եք, տղեկ ջան, ապրեք, ալալա։ Բայց մեզ խաղը հետաքրքիր է։ Մեզ խաղը հետաքրքիր է, այն վապշետը, հա, այս պարագայում ցենց ասեմ, խաղը մեզ հետաքրքիր է։ Եկեք խոստովանեք, որ դուք եկել եք խաղը մեկնաբանելու։ Ու ասենք այդ պահին ասենք լավ ինչ որ տերուկ անուն մեկը, լավ շրջանցում է, վազանցում է, ոտքերի արանքից գցում է, այ մեզ այդ էմոցիան է հետաքրքիր։ Չէ, ջաբելակ իրենք զբաղված են, պատմում են, թե օրինակ Քալանթարյանը, չէ, Քարամյան եղբայրները, հա, ինչ որ բաներ են պատմում, ինչ որ ասենք ոչ այդ խաղին վերաբերող, ասենք ինֆորմացիաներ լիքը շատ լավ է, բան չունեմ ասելու, բայց տղեկ ջան, դրա ջրային դատարներին անդրադառնալ։ Երկու հատ ջրային դաթար կա, ընդ 3 րոպե, մինչև էլ մտնում են խաղ մեջ, դառնում է 5 րոպե։ Ասեմ ավելին, այդ ինֆորմացիաները առհասարակ կարելի է մեջտեղի 15 րոպեում պավիլյոնային ինչ-որ բաներ ներկայացնել, փակել անցնել։ Ես իմիջայլոց 3 մի հետաքրքիր բան եղավ, երեք ես գրասենյակում էի, իմ YouTube-յան եթերը ավարտեցի ու խաղը արդեն գնում էր, էլի, Իսպանիա-Բելգիա, ասի մի հատ YouTube-ով նայեմ, էլի, ինչ կա, ինչ լայվ կա, հա, լայվերը նայեմ, որևիցե մեկը ընտրեմ։ Ուրեմն նախ բերեց հազարավոր լայվեր, հազարավոր, որն ուզում ես, ինչ լեզվով ուզում ես։ Ու բլոգերներն էին հիմնականում, այսինքն ոչ թե հեռուստատեսային բանով ա բերել, այլ բլոգերները։ Ուրեմն բացել եմ իսպաներենից սկսած ինչ լեզվով ասես վերջացրած, բացել լսում եմ, մի բառ չեմ հասկանում, բայց ինձ ավելի հաճելի ու հետաքրքիր էր տենց դիտելը, քան մերոնց մեկնաբանությամբ։ Այո, նայեք, անգամ մի պահ կար, որ սենց խաղը ոնց որ մեռած խաղն էր, մի պահ սենց գլորոցի էր գնում, այս կոմենտատորը ճղում է իրան բան են, որ են մյուսի հետ խոսում է, ընդեղ մեկնաբանություններում են բոլորը ակտիվ բան են, որ ապրում են այդ խաղով։ Մեզ մոտ նայում ես, ընդեղ կարող է գոլ խփեն, մեր մեկնաբանը իջել է Նոյան Տապանի։ Այ գիտես ինչն է հետաքրքիր, իրանք ավելի շատ ուզում են ներկայացնել իրենց անհատականությունը, քան կոնկրետ խաղը։ Մերոնք, հա, որ ասենք, ես ես ինչն եմ, ես ես քան ես էլ ավելին գիտեմ, հələ սպասի մի հատ ես ինչ գիտեի, ես հետի ավելացնեմ, մեր կարծիքով կարող է սուբյեկտիվ է, բայց սուբյեկտիվ չի, բավականին օբյեկտիվ է, ասեմ, որովհետև այո, մեկնաբաններից նույնպես կախված է, թե որքանով երիտասարդները կհետաքրքրվեն ֆուտբոլով։ Հա, էդ էլ կա։ Իրենց է կախված։ Եթե դու էմոցիաներով կարողանում ես գրավես մարդուն, բերես Ես գիտես, թե չէ, եթե մարդը պետք է ֆուտբոլ նայ, հենա նայում է, ես որտեղից նկատեցի այդ դիսոնանսը, էլի, երբ որ ներկայացնում են թիմերը, սկզբում գալիս է այդ բանը, հա, հեռուստա էկրանին, այդ ցանկն է գալիս, հերթով գույներով նշվում է ու ներկայացում է այդ ֆուտբոլիստը։ Ստեղ վերջանում է, մերոնք հələ խոսում են, ինչն է պատճառը, որովհետև մերոնք ասում են, ասենք Լիոնել Մեսսի, ու անցան առաջ, չէ՞, պետք է այնտեղ իջնում է։
բայց մերոնք ասում են Լիոնել Մեսսի, այս ինչ ակումբում, բան, այն իջավ գնաց, արդեն հասավ 11-րդ ֆուտբոլիստին, իրանք խոսում են երրորդ Եթե դու ֆուտբոլիստի առաջին անգամ ես որոշել ֆուտբոլ նայել, դու արդեն խառնելու ես, իսկ մի բան էլ եթե խառնեցիր հենց սկզբից միտքը չբռնեցիր, էլ քեզ կարա հետաքրքիր չլինի։ Ուզել բան անենք։ Լավ, հուսանք ինչ որ բան կփոխվի, այս Ոլոլորտում։ Ես լավ հիշում եմ այդ դեպքը։ Դու հիշում ես այդ դեպքը։ ոչ, Տիգրան Սարգսյանը։ Ոլոլորտը։ Որ հետո իրենք ասացին այդպես չի եղել, բայց դե ժողովուրդը տեսավ այդ ժամանակ արհեստական բանականություն չկար։ Ոչ էլ հնարավոր էր 1 րոպեում մոնտաժել ու դնել այդ մարդու խոսքի տակ էլի։ Լսի, այսօր որ մենք գալիս ենք այստեղ, ունենց ստացվեց, որ իրար հետ եկանք ես ու գնելը։ Լսի, այդ արկածներից ես բան չհասկացա տենց էլ։ Ասենք մեկը գալիս ենք Հրազդանի ձորով։ Մարդիկ գիտեն, որ այս խցանումների պատճառով հավելյալ խցանում ստեղծել պետք չի։ Մենք գնում ենք ու մեր կողքից մի հատ հաստագլուխ, ափսոս որ համարը չֆիքսեցի, մի հատ հաստագլուխ որոշում է, որ դուրս գա դիմացի հանդիպակաց գոտի, այս բոլորը մարդ չէ։ Իմիջայլոց պարեկներ վերևը կանգնած էր, ոնց որ չուզես նկատի։ Կամ բախտը բերեց ինձ թվում, հա։ Ես գիտեք նման դեպքերում արդեն բան եմ արել, կոփվել եմ, սկզբից շրջանում երեսս չէր բռնում, բայց հիմա կոփվել եմ, ես պարզապես թույլ չեմ տալիս իմ արջևը կտրել մտնել։ Խաչմերուկի վրա, եթե մեկը տենց իր արևին շուստրիություն է արել, եկել հասել է որ տեղից բացառվում է ես կխփեմ չեմ թողնի։ Ես վերջերս ես էլ չեմ թողնի։ Կխփեմ ու չեմ թողնի, բացառվում է դա։ Բարի եղի գնականի ոչ մեկիցս լավը չես, ոչ մեկիցս շատ չես շտապում եւ այլն եւ այսպես։ Գիտես, երբ որ լինում է պատահում, երբ որ մարդը, ասենք թե ուղիղ պիտի գնար, վերջի պահին է որոշել, որ չէ ոնց որ սխալվում է, ճիշտ կլինի, աշ մտնի։ Դա զգացվում է։ Իսկապես դա զգացվում է, որ ոնց որ դա բոլորիս հետ կարա պատահի, 1000-ից 1 կարա դա։ Բայց այն շուստրիներն էլ էլի զգացվում են։ Մեկ էլ արի դու ինձնից լավ ես, փողոցները հիշում, մենք որ եկանք Հարավարմտյան B1 թաղամասից մինչև այստեղ, Free News, ինչ ճանապարհով անցանք, հələ մի հատ նկարագրի, ինձ թվում է շատ վարորդներ կուզեն այդ ճանապարհը իմանան ու գան այդպես։ Ուրեմն ասեմ, մենք բարձրացանք բանով, հայտնի բանկի կռուկով, մտանք Քրքորյանով, եկանք արդեն համալիր մոտ, այն որ աչը իջացնում է Իսակով, բայց ես քանի որ գիտեմ, որ այն ներքևի շրջադարձի նշանից մշտապես խցանում է, բանա ուղիղը դալմայով նա գալիս դեպի, այնտեղ այն բանից վերև, կացևոյից վերևից սկսում է խցանումը, մտանք բանով, թունելով, դուրս եկանք Կիևյանից կից, ծախարեցինք Հալաբյան, աչով մտանք ձոր։ Ուրեմն ձորով որ գալիս ես, մանկական երկաթուղի չհասած, հիմնականում այդքանն է խցանումը, ու հիմնականում ինքը հենց բանի լուսաֆորի համար է։ Լուսաֆորից է գալիս, որ այդքանն է խցանում։ Այնտեղ մաքսիմում 10 րոպե ես կանգնում։ Բայց ոչ մեկի վրա չի քշում։ Հա, Նայիրից ներքև։ Ոչ մեկի վրա չի քշում ուղիղ դու կանգնում ես մինչև հերթով բարձրանում 10 րոպե մաքսիմում։ Իմիջայլոց եւս մեկ անգամ դիմենք մեր քաղաքապետանին, եթե կարելի է այդ պարոնյան հանող բանը սվետաֆորը այդ 15 վայրկյանը գոնե այս օրերին, քանի որ Կիևյանը փակ է, գոնե 20 սարքեք։ Կամ 30։ Հա, որովհետև կանգնած է այդ շատ ալտերնատիվ ու հարմար ճանապարհ է, դա որ դուրս է գալիս Պրոշան։ Շատ ալտերնատիվ ու հարմար ճանապարհ է, բայց շատ դանդաղ է գնում հենց դրա համար, որ 5-6 մեքենա է հասցնում անցնի։ Եթե մի քիչ ավելի լինի, ինչի՞ չէ, կօգտվեն մարդիկ։ Եկանք հետո մտանք Բաղրամյան, աչով մտանք ամերիկյան համալսարանի մոտով, բարձրացանք Անտարայինով եկանք ստեղ։ Եկանք հասանք ստեղ ու նույնիսկ 40 րոպե 15 րոպե ժամանակ ունեցանք, որ սրճեցինք, այո։ Եթե Ես աշխատանքային օրերին եմ այդպես գալիս, Մկրտչյան ջան, մենակ մի խնդիր կա, աշխատանքային օրերին
բանը Ես գիտեի թե ուզում ես ասես հնդիկներից գուշերի ինձ։ Հնդիկ էին գետերս վերցում բերին։ Ճանապարհին փարվելու ենք մի հնդիկի։ ու երաշտակ։ Բանա, բայց նայ մի խնդիր մենակ կա, որ այդ բանը Քրքորյանը աշխատանքային օրերին մի փոքր ծանրաբեռված ալնում, այդ դե նորմալ է, ոչինչ, բոլոր ժամանակներում է տենց եղել, մեկ էլ բանն է մի քիչ ծանրաբեռնված լինում, այդ ձորի ճանապարհը մի քանի մեկին ավել ալնում, բայց այն փոքր կամրջակին չի հասնում։ Առաջին երկու օրերը գժանոց էր դա։ Դե առաջի օրը հələ պետք է ադապտացվեին։ Հիմա արդեն բան է։ Դավթաշեն բացարձակ չի կարելի մտնել։ Ես երեք մինչև հասել եմ ահագին ուշացել եմ, որովհետև գյուղի ճանապարհով մցրես նավիգատորը։ Պատկերացնում ես շրջանցող ճանապարհով մցրես, ընդեղ էլ Իսկ մտնում ես գյուղ ու դատվում ես։ Այն սևին խփող կա բորդո է ցույց տալիս, հա։ Դες չէ, ամենահարմարը դա էր։ Մի խոսքով Բանգլադեշից հարավ-արևմտյան թաղամասից դեպի հայտնի պլանի գլուխ ասվածը ված ճանապարհ չի։ Իդեպ մի ուրախացնող բան ասեմ, այս արդեն մի ամիս է, այն ճանապարհահատվածը, որ Դավիթ Հաշիրից գնում է դեպի Զովունի, մի քանի անգամ մենք դրա մասին խոսել ենք, չէ՞։ Հիմա արդեն ոնց որ սկսում են ուզում են կամ մտածում են ասֆալտապատելու մասին, մի քիչ գործ են անում այդտեղ, էլի Երևանի քաղաքապետարան, Կոտայքի մարզպետարան, չգիտեմ այդտեղ ի վերջո ումն է, ինչն է, բայց ժողովուրդ ջան կարելի է մի քիչ արագացնել, այնքան էլ երկրորդական ճանապարհ չէ ճանապարհը։ Գիտես վերահսկողների խնդիր կա, առհասարակ մենք ոչ միայն վերահսկողների, նաև կարծում եմ դաստիարակության խնդիր կա, մերոնք լավ գումար եք աշխատում, չէ՞, տենդերը շահել եք, շատ լավ է, մենք հակված չենք, էլի, ձեր փողերը հաշվենք, բացարձակ, ով ինչով կարում է զբաղվի, թող զբաղվի, շատ լավ է, որ բաց լինի, անգամ ես ամեն անգամ ուրախանում եմ, որ Ռեմոնես Պետրոսյանը հրապարակում է նոր տենդերների մասին, մրցույթների մասին, բանը գնումների, ոսմեմ էլ դուստեղ նայ, այս ամեն ինչ եղել է մոնոպոլիստական ձևի մեջ, էլ իրանք իրար մեջ, այսի դու կանես փոխկապակցված հիմնարկների մեջ։ Այս գրպանից հանել են գրպանն են դրել։ Նույնը քաղաքապետարանի տենդերներն են եղել։ Հիմա բաց, ազատ, գնա բացի քո համար բան ֆիրմա, արի դու էլ տենդեր շահի, այն փողոցն էլ դու արա։ Բայց ժողովուրդ ջան, անելուց ես խնդրում եմ ձեզ, էլի, մի քիչ ձեր քաղաքն եք անում, մեր բոլորիս մայրա քաղաքն ենք կառուցում, էլի, ժամանակի մեջ փորձեք տեղավորել, փորձեք մի քիչ պատասխանատվության զգացում ունենալ, լավ անել, էլի, եթե կարելի է լավ անել, ինչի լավը չանել, էլի, ինչի լավը չանել, փողով տված է, ժամկետը նաև արագ։ Հա, ժամկետները խախտելով գնում եք, գիտեք, ագահությունից է, ամեն մեկը մտնում է մի 10 հատ տենդեր է ուզում շահի, որ էս էլ իմը լինի, են էլ իմը, հա թող լինի, լավ 10 հատ թող լինի, բայց եթե չես կարողանում անել, չես հասնում։ Ինչի համար, էլ 5 հատ արա, ուրիշ 5 հատ վերցում, միշտ աշխատանք լինելու է արդեն, հանգիստ եղեք։ Երևանում միշտ, որովհետև մշտապես էլ վերջ չեն լինելու այդ մոնոպոլիստական մոտեցումները։ Ինչն էլ դեռևս մնացել է, իսկ մնացած բաներ կան, ցավոք սրտի, դրանք էլ վերածվելու են, ու ինչպես ասում է հայտնի ճեպազույցի ժամանակ վարչապետը, սյադուտ վսի, իսկ բացել է դա։ Այդ բառակապակցությունը Սյադուտ վսեն ոնց որ բանի պրոցեսի մեջ է։ Հա։ Հա, լավ, թողեք մարդը մի սկսի։ Այլի, ընդ որում մենք այնտեղ նայում ենք, հələ մի րոպե էլ ունենք, հա, չնայած մի րոպե ցույց տվեց մեր օպերատորը, ուղղակի շատ բանով ցույց տվեց ինձ։ Մոտավորապես էս լուր մնացեք։ Դե չէ կանջատեմ կամերան։ Հա, մոնոպոլիստներից էինք խոսում ու իմ կարծիքով դու ուզում էիր ուղևորվեիր դեպի Կոտայքի մարզ։ Հա, Կոտայքի մարզ։ Մարդու միտքը կտրեցին։ Մեծ մարդ է, մի արեք։ Մտքիդ էլ ինձ գրում են, չես կարդացել, այն ֆրանսիացի ինգերը ինչ եղավ քո։ Մեր անցած հաղորդման ժամանակ ասեցիր մի ֆրանսիացի ընկեր ունեմ, ես քեզ ընդհատեցի ու տես մնաց։ Ու հիմա լիքը մտքի վրա, ես ֆրանսիացի ընկերներ շատ ունեմ, բայց
Ես հիշեց ինչ-որ մի բան պիտի պատմեի, էդ իմ Գնանք դաթարի, դու հիշի։ Չեմ, միտքը պիտի հիշա։ Լավ, կարճ դաթար մեր եթերում։ Վերադառնանք, սիրելի հեռուստադիտողներ, եւ մինչեւ կենթանական աշխարհին անցնելը Կոտայքի մարզի նախ թույլ տվեք ես Մկրտչյան ջան Գուրգեն Մալինցյանին շնորհակալություն Գորիսի բնակիչ նույնպես շնորհակալություն ասեմ նաև այս ֆորմատով չնայած գրառում արել եմ ով վերջերս գիտեք դե գայլերը հարձակվել էին մի խումբ մարդկանց վրա այդ երեխաներ ու Գուրգենը 3-ամյա երեխային այն անձնուրած գոտե մարտի մեջ էր մտել գայլի հետ ու այդ երեխային փրկել հետո գայլը հարձակվել էր մյուս երեխայի վրա այդ տեղել էր մի խոսքով ինքն էլ վնասվածքներով բոլոր նրանք ովքեր տուժել են այս հարձակումից բոլորին առողջություն ենք մաղթում շուտ ապույտ ապակինում Գուրգեն ջան իսկ քո գործունեությունը գնահատել անհնար է սա մարդկային բարոյականության բարձրագույն դրսևորման օրինակ է այստեղ պետք է նաև պետական այո առհասարակ պետությունը նման հարցերում պետք է բավականին զգայուն լինի եւ գիտեք ինչ պետության զգայունությունը հենց հանրության շրջանակներում նույնպես կզարգացնի նման դեպքերի բարձր գնահատականը ինչը դաստիարակության լավագույն երևույթներից մեկը հերոսությունը միայն խրամատներում չի լինում իհարկե կյանքում էլ է լինում բայց այո տենց է չնայած այդտեղ մտահոգիչ մի բան կա որ եթե գայլերը հարձակվել են մարդու վրա իսկ գայլերը շատ հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա շատ զգուշավոր կենդանիներ այո ուրեմն այնտեղ լրջագույն խնդիր կա կապված այդ բանի հետ կատաղության հետ չէ սնունդի հայթայթման մյուս այսինքն ինչ որ այդ շղթան ինչ որտեղ մի բան կտրվել է հա կարող բայց չէ ամբողջ աշխարհում կա այդ բանը տենդենսը չէ դա շատ ումաները իջնում են օրինակ նույն Միացյալ Նահանգներում իջնում են քաղաքում իրանց համար ֆրֆռում են sense իջնում են հենց այն դեպքերում երբ որ ունենում են որսորդ են իրանք ունենում են սնունդի կարիք երբ որ այդպես բան է լինում Միացյալ Նահանգներում վայրի խոզերն են մտնում սկսում են ուսումնասիրություն անել ինչի է այդպես եղել Ընդ որում Պումայի պարագայում մի քիչ ուրիշ է։ Բայց իսկ գայլերը մարդու հետ կապված շատ ավելի դիստանցավորված են։ Ես այդ տեսանյութը որ տեսա, այդ գայլը շատ սոված էր աչքիս։ Դու տեսար այդ գայլը, դե տեսանյութը տեսա շատ նիհար կենթանի էր։ Ուրեմն միտեղ թույլատրվել է ինչ որ բանի որս, որը վնասել է։ Կարելի է վերանայել։ Ամեն դեպքում այստեղ ուսումնասիրության բան կա, ես չգիտեմ, մենք նման մասնագետներ առհասարակ եթե ունենք կարծում եմ պիտի վաղուց ձայն հանած լինեին, չէ՞։ Հա, իդեպ այդ նույն իհարկե նորից էլի հիշեցնելով այդ տղայի հերոսական արարքը, ընդ որում այն նկարը որ կար, այն ռուսները տենց խոսք ունեն, չէ, ավելի բնութագրիչ է, սաբաչնիկ։ Հա ինքը շուն ունեցող, այսինքն ինքը երևի թե ավելի լավ է նաև պատկերացնում գայլին եւ ոնց կարելի է գայլի հետ անգամ բռնվել մարտի։ Ասենք ես ու դուք հաստատ կարող է դա չկարողանայինք անել։ Կարողանայինք, բայց լիներ վերջի բանը որ մենք արեցինք։ Այն որ ասում է գայլի մատաղ եղան։ Այն ոչ մեկին չկարողանայինք պատմել թե ինչ ենք արել։ Ու տապես են չի այդ միտքը եկավ։ Չէ, բրավո, իսկապես բրավո։ Աստեք առաջ, իսկ մյուս կողմից հիմա լավա չեն ասել որ բանա Այ դրա համար էր Ծառուկյանը որսում գայլերին ու չուչել դարձնում, որպեսզի բարկած վրաճը նա փրկում էր։ Իսկ դուք չեք գնահատում, գնացել ձերբակալում եք մարդու։ Անգամ պարգևած վճար էին ստանում, մարդիկ ովքեր փրկում էին գայլեր։ Այսինքն հիմա պատկերացնում ես, չէ՞, սա Հայաստանը ինչքան որսորդ կարացաները վերցնում են ու գնում են անտառ։ Վերաբերվում է որսորդներին, ես քեզ ասեմ, որ շատ որսորդներ նույնպես բավականին դժգոհ էին Ծառուկյանի որսի ձևից, չէ, որս անելու ձևից, որովհետև տես, ասում են ախպեր ինքը հնարավորություններ ունի,
Ինքը գնում է այն լորի որսի ժամանակ 10-11 դրամով, չէ, 11 դրամով կներեք հատիսներ առել։ Բանը, այդ ցորենի գարու դաշտերը որ կան, դե լորը այդտեղ է լինում։ Չի գումարը տալիս է, արտի տիրոջը։ Ասում չէ հնձես։ Որ կան հավաքվեն։ Ու դες հսկայական պլանտացիաներ։ Որ մտնում են իրանք այտենց որս են անում։ Այսինքն դրանով արգելափակելով այն մյուս որսորդներին, ովքեր սպասում են, որ դե ամեն ինչի սեզոնը գա, ասեն գնան լորի։ Որ մտնեն, իրանք էլ խփեն։ Էդի որ հնձվում է, ասես տնես տակը մնում են, իրանք էլ մտնում են, բաղմունքն է իրանք։ Հասկանում եք։ Այսինքն այդ գիտեք ինչի նման է, ոնց որ այն ձկնորսները որ սիրում են, չէ՞, ձուկ բռնել, բան մեկը գալիս է հոսանքով։ Կամ դինամիտը գցում է ջուրը։ Ասենք որսորդները չեն հարգում, չէ՞, տենց, այդ ձկնորսները չեն հարգում տենց ձկնորսություն անողին։ Նույնիսկ նույն որսորդների պարագայում է։ Ախպեջան, բա մենք էլ ենք է որսորդ։ Գիտես, ես օրինակ այս պարագայում մի քիչ ավելի սուբյեկտիվ վերաբերմունք ունեմ ընդհանրապես որս երևույթի նկատմամբ։ Ընդհանրապես, դե չգիտեմ, էլի, ասենք ինչի ենք մենք մեզ իրավունք վերապահում, որ մենք կարանք որոշենք, որ այս վայրի կենտանին կարա դառնա մեր տանը խրտվիլակ, էլի ինչի։ Չէ, արի տենց շատ ավանուն տեղ չմտնենք։ Չէ, դե հա, դու հիմա կտանես, կհասնես, կասես դե կովերին, խոզերին, ոչխարներին։ Ես չեմ համեմատի իհարկե, բայց մյուս կողմից էլ ես հանգիստ կարող եմ աստվածաշնչից էլ մեջբերում անեմ։ Որովհետև Աստված մարդուն ստեղծել է ու ասել է այս ամեն ինչը քո տնօրինության տակ է։ Դե Ինչ էլ տենց է տնօրինում։ Մի քիչ։ Չէ, արի այդ կողմ չգնանք, իհարկե ինձ համար ցավալի է վայրի կենթանիներին տեսնել այդպես, բայց որսել եթե օրենքի սահմաններում է պիտի արի։ Հա լավ, գնում ես ներողություն օրենքի սահմաններում լիքը փող ունես, կուբամետրով փող ունես, այսպես ժողովրդական։ Չէ, կուբամետրով փողը արի դնենք մի կողմ։ Եթե խոսում ենք պրոֆեսիոնալ որսորդություն։ Հա, հիմա պրոֆեսիոնալ որսորդության մասն եմ խոսում եմ սաֆարիների մասին, որ մեր հարգելի նախկին, ներկա եւ այլն, որ շատ սիրում են այդ սաֆարիները, ու ասեն գնում է, փողը տալիս է, օրինակ ինչ արժի մի հատ փիղ խփելը։ Արժի դիցուկ, վերացական եմ ասում $100,000։ Այդ է սևով է, նայ, կան կենթանիներ, որոնք իսկապես սեզոնից սեզոն թույլատրելի է որսորդությունը ու բոլորին էլ հասանելի է, եթե մարդը որսորդ միության անդամ է, իսկ կան կենթանիներ, որոնց որևիցե պարագայում չի կարելի, բայց երբ որ դու ընդեղ ես, մի քիչ ավել փողը տալիս ես, մի հատ փիղ խփեմ էլի ձեռի հետ, հա, հասկանում ես, կամ առյուծ։ Հա։ Այդ կենթանիներ կան, որոնք որ բացի է որ կարմիր գրքում են, նաև իրանց իսկապես չի կարելի խփել։ Կամ հələ կարմիր գրքում չեն, բայց շուտով կլինեն, կամ այդ կենթանիները միայն այսինչ վայրում են լինում, այսինքն ոնց կարելի է փիղ խփել։ Եթե փիղը դու գիտես որ ամեն 50 տարին մեկ կոնկրետ խոշոր կենթանատեսակ է վերանում վերջնական աշխարհում։ Ոնց կարող ես փիղ խփել։ Ամերիկացիները խփեցին բիզոն, չէ, որ վերացրեցին, մնացել էր մի քանի հատ գազանանոցներում, բայց հետո կարողացան փրկել, վերջի պահին խելքի եկան։ Կամ առյուծ, ոնց կարա լինի մի հատ շրջան, որտեղ ասեն, այ հիմա առյուծ խփելու շրջան, ես չեմ պատկերացնում դες բան։ Դա սևով է արված։ Այո, կան մի քիչ բան դժվար հասանելի որսորդներին կենթանատեսակներ, բայց դրանց դեռևս կարելի է, ասենք հատով։ Կամ նույն երևի նայում ես Discovery-ով բանով, հա, տունեցների, թունաձկների բան, ես հավես եմ նայում, իսկապես իրանք կարողանում են շոու դարձնել ամեն ինչը։ Ու տես դրած է հատուկ չափեր, քաշ, հատ, դրած են սահմանափակումներ, պատկերացնում ես մեր Սևանում տենց սահմանափակում դեր։ Հենա մի անգամ որոշեցին դնեն ու ճիշտ էին անում, տեսակ, պիրատի տեղ էին իրենց, դուրս էին եկել։
Բայց այդտեղ հարցը ես չեմ ուզում սահմանափակվենք կենթանիների մասով, կենթանիների մասով ասելիքները բոլորը ասված են, ես իրավական տեսանկյունից էլ անգամ անդրադարձել եմ, այն ինչ որ հասցրել եմ տեղեկանալ բնապահպանությունից, ես առաջարկում եմ մի հատ գործին անդրադառնանք հենց բուն, պարոն Ծառուկյանի։ Ու երեք մենք ընկերոջ հետ մենք զրուցում ենք մեր հոբ գրասենյակում, շատ լուրջ զրուցում ենք այդ օրենքները, սահմանափակումները, իրավունքները, մյուսը ինչի համար փողեր լվանալու բան, ու եկանք մի հատ եզրահանգման, որտեղ սկսեցինք արդեն ծիծաղալ։ Մինչև այդ լուրջ խոսում եք, հետո զգացինք, որ այնտեղ շատ խնդալու բան կա մի հատ։ Շատ խնդալու։ Ինչն էր։ Ինչքան դու պիտի խելացի լինես։ Ակնարկդ հասկանալի է։ Որ որոշես փող լվացողների աստվածների մոտ, այսինքն Պարսկաստանը դա աշխարհի լվացքի մեքենաներից մեկն է, հասկանում եք։ Հիմա այս նոր սահմանափակումները նրա համար են, որ կրիպտոներով, բաներով չկարողանան էլի փող լվանալ։ Պարսկաստանը փող լվանալու այն կենտրոններից մեկն է աշխարհի։ Թիվ 1 կամ եթե 1 չի, հաստատ երկրորդ է։ Երրորդ էլ չի, հասկանում եք։ Ոնց կարող ես այս փող լվանալու աստվածների մոտ դու բռնվել փող լվանալու վրա։ Ասեք ոնց։ Ու բացի այդ փողերից որ լվացվում է, որոշ գումարը ահաբեկչական այդ ձևակերպումը ասենք ամենայն հարգանքով չէ ես այս բանով ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորմանն է գնում։ Հեզբոլա, էլի ասենք։ Դու ոնց ես ահաբեկում այն մարդուն, որ գործունի ահաբեկիչների հետ։ հասկանում ես, ասենք սա պետք է շատ խելացի լինես, որ հասնես նրան, որ Պարսկաստանում քո վրա փող լվանալու պահով գործ բացվի։ Այդ նույնն է, ոնց որ դու կարողանաս հասնել նրան, որ Աղվաստանում նարկոտիկ աճացնելու համար քեզ դատեն։ Հասկանում ես։ Կամ ասենք Կոլումբիայում քարտել ունենալու համար ասենք ինչ եք խոսում։ Սա ցնդաբանություն է, լուրջ եմ ասում։ Ոնց որ Սերժի ժամանակ դու լինեիր Սերժի աղբեր ու դատվեիր կոռուպցիայի համար։ Շատ։ Էդի տես մի հատ բան է արել, հասկանում եք, Ծառուկյանը։ Ինքը հասել է դրան։ Չգիտեմ։ Լավ, գիտես, ամեն դեպքում այդ փողերի լվացման process-ը, այստեղ ամենալրջագույն պահը որն է, ինձ համար։ Այդ փողերի, որ ասում են, հա, սպասում են, ես զեն կնում եմ դանակավորներ, նոր են գործին ծանոթանում։ Ուրեմն, փողերի լվացումը բացի, հարցը քանակը չի։ Հարցը գործունեության ձևն է, որով խափանվել է հայ-իրանական սահմանակետային այդ բանը, գործունեությունը, որով խաթարվել է հայ-իրանական տնտեսական համագործակցությունը, պատկերացնում ես, այսինքն սկսել են իրար չվստահել։ Ասենք Գևորգ Պապոյանն ու Իրանի էկոնոմիկայի նախարարը սկսել են ինչ-որ բան է հայտնվել, որ չեն հասկանում որտեղից է, ու ամեն մեկը վստահությամբ չի մոտենում իր գործընկերություն։ Դու նայեք ինչ քարակաց է։ Մի հատ հիմար քարակացոն փոսը 7 խելոք չեն կարողանում անել։ Ու փոխադարձաբար ստեղել են բանանում, ես ինչ անդր կա, այնտեղից են։ Ինչ որ սես բանա տեղ, հասկանեք, դա անվտանգային լրջագույն թեմա է։ Գումարած 1000 ներողություն, նավթավերամշակման գործարանի կառուցման բախտի վրա քար գծել, սա պետք է լինես մաքսիմում հակապետական գործիչ։ Մաքսիմում։ Բայց ստեղ ավելացնում ենք, այսենց ամեղության կանխավարկած։ Չէ, մի րոպե, Մկրտչյան ջան, նայ։ Էդի վերաբերվում է մի քիչ ուրիշ բան է, էլի։ Եթե ես հիմա քեզ խփեմ դանակով, չեմ անի, հանգիստ նստի, մի լարվի։ Ուզում ես խփի։ Դանակով խփեմ։
ինձ հենց ու նստեմ մինչև գան ինձ ձերբակալեն տանեն բոլորը տեսել են դա միևնույն է տակը գրելու են անմեղության կանխաբարձ այսինքն բոլորը տեսել են դա եղել է բայց քանի դեռ դատավորը վճիռը չի հրապարակել ես հələ որ համարվում եմ բայց գործողությունը բոլորն են չէ դասը այսինքն արի էդի ամեն տեղը չմցնենք որովհետև ստեղ ինչն է խնդիրը ես կմցնեի դա եթե մենակ Հայաստանում այդ գործը հարուցվածներ կամ մենակ Իրանում հարուցվածքներ ստեղ երկու երկրներում հարուցվել է այդ գործը մոտավոր նույն ուղություններով երկուսն էլ գնացել են ինչ որտեղ նոր հատել են իրար ու տեսել են որ իրանք պատկերացնում ես չէ ոնց որ մի ժայռի երկու կողմից փորելով գազ ու հատես ու թունելը լինի այսինքն ամենասկզբից չեն համագործակցել բայց եկել ինչ որ կետում հանդիպել են իրար ու պարզվել է որ նույն գործի վրա են ու երկու տեղով նույն ճամփով են գնացել ու եկել են այդ եզրահանգման դուք հասկանում եք չէ սա ինչ է գումարած այդ նավթամշակ վերամշակման գործարանի հարցը բայց հիմա չէ իհարկե փարկաստու ոնց հասկացա լինելու է ու լինելու է շատ ավելի ամուր հիմքերի վրա ու մի հատը չի լինելու ոնց հասկանում եմ նամյոկներ տեսնում եմ կարող է սխալվում եմ չգիտեմ բայց տեսնում եմ նամյոկներ բայց իսկ այս բաներում գիտես քիչ եմ սխալվում այսինքն Հայաստանը իր էներգետիկ կախվածությունը նույն նավթամթերքից վառելիքա էներգետիկ շնորհակալություն ուղղելու համար կախվածությունը փորձում է մաքսիմում չեզոքացնի եթե ոչ ամբողջովին գոնե մասամբ դու հիմա թող նստեն 1 միլիոն հոգի, փորձեն ինձ համոզեն, որ էսի դեսանտ չի ու դիտավորյալ չի արել դա։ Թող նստեն ու համոզեն ինձ։ Դե ամեն դեպքում ապացույցների խնդիր կա։ Դե համոզողները նույնպես այդ խնդիրը ունենալու են։ Ես ասում եմ, տրամաբանության շրջանակներում թող նստեն ու փորձեն համոզել։ Հա, բայց շատ ներողություն, դու ամեն ինչ տարած դեպի Իրան օբյեկտիվոր է, այդ էլ ասեմ, բայց այդ նույն բանը կարելի ասել նաև դեպի Ռուսաստան են ինչ որ հիմա տեղի ունենում, հա։ Բայց եթե կարի ասում ենք, կարող մի հատ էլ իրան ասենք։ Հա, էլի։ Արա ոնց էլի ասենք դուք տենց հանգիստ եք տանում այդ ամեն ինչը ու փորձում եք այդ ամեն ինչի մեջ մեղադրել իշխանությունների։ Այսինքն ձեր հոգևոր պապաները փագում են երկրի արտահանման բոլոր դռները ձեր հոգևոր պապաները որոնք ասում են թողեք թող տղերք ընդ մի քիչ դվիժենի անեն հա իրանց լեզվով եմ նորից ասում դուք այսօր մեղադրում եք Հայաստանի իշխանությունը ասում եք իշխանություն այնքան վատն ես որ քո ժողովուրդը չի կարող իր արտադրանքը արտահանել այս ամեն ինչի մեջ երկրորդ քայլը կա ուրեմն դու ասես ու գալիս ասում եք իշխանությունը այնքան վատն ես չես կարողանում կազմակերպել սա ստեղ ամենախնդալուն կա ոնց են դնում ժողովրդին էշի տեղ ուրեմն Սամվել Կարապետյանը սույնը սույն կալուկացին ասում է մենք ընդդիմադիր ճակատ ենք ստեղծում ընդդիմադիրներով մեր դե ընդդիմադիր ասելով ռուսական ճակատ են ստեղծում պապայի բալետը ու ասում քանի որ իշխանությունները չեն կարողանում այդ հարցը լուծեն մենք կպայքարենք ու կբացենք այդ սահմանը հա այսինքն ռուսամետները ասում են որ քանի որ Ռուսաստանը փակել է սահմանը ստե լավ ու իշխանությունը չի կարող այսինքն իրանք ստեղծել են խնդիրը հետո ասում են այդ խնդիրը հիմա մենք այս խնդիրը լուծենք դառնանք ձեր հերոսը ժողովուրդ ջան ու պատկերացնում ես մի հատ նամակ է գրվում հա որ բան ամբողջ խմբի կողմից նամակ է գրվում պապային կամ պապան նայում է ասում է դժվար հարց եք ասում բայց գիտեք քանի որ դուք մի հատ վերին sense տղերքի խաթեր ես կբացեմ ու թող ժողովուրդն իմանա որ այս տղերքն են ամեն ինչը ու ժողովուրդը կծափարի հա ըստ իրանց էլեկտորատը հաստատ որովհետև ես ոնց նայում եմ այնտեղ լուրջ խնդիրներ կան ըմբռնողունակության այդ դու նկատես ոչ ժխերին չէ ես առհասարակ ժխարտահայտության նրանք համարում են իրանց ոչ ժխ իսկ են մնացածին իրանք իսկական հայ են համարում մենք ստից հայ ենք բայց չինական հայ հիմա երկու մարդ մենք հիմա չինական հայ ենք դե նայում եմ մի հատ ցույցատարից ուրիշ ձև ենք հասկանում Viva Armen ջան
Ազատություն կաղբատակ։ Բանա, վերադառնանք այս տնտեսական բռնաճնշումներին, դե որ 2 րոպե ունենք, րոպեուկ ես արդեն։ Նայ, ինձ համար ստեղ, գիտեք, երբ որ օրինակ մեր գազավորված բանի հանքային ջրի մասին խոսեցին, լավ ասում ես կարային երևի մի կեղտ բռնեն կամ դե կոռուպցիան երկիրը մի բան կսարքեն, չբռնեին էլ կսարքեն, թե բռնել են։ Բայց երբ որ այգեպանը դեռ իր ծիրանը չի կերել ու իրանք ասում են ծիրանի մեջ բան են գտել, չենք ընդունի։ 3 բլոճ։ Ես դրա մասին միշտ ասում եմ։ Այդ ծիրանը դեռ չի Արկղերի մեջ չի դասավորվել, բայց բլոճը արդեն կա։ Նայ, իրանց արկելափակումից հետո այդ ցոգոլի կեսը կարկուտը հասկանում հələ չի կարող այգեպանը քաղի դա։ Իրանք արդեն ասում են չէ ձեր ծիրանը այդ Եվ ոչ միայն ծիրանը, բոլոր այն պտուղները, որոնք մեջը կուտ ունեն։ Ուրեմն համառոտ ոչինչ, մի փոքր չարաշահելով ես այս պատմությունը պիտի պատմեմ, ինչի նման է։ Ուրեմն մի 15 տարի առաջ, եթե ոչ ավել 20 անգամ տարի առաջ, Ավրամ Ռուսոյի առաջին համերգը որ եղավ ստեղ, դե այնտեղ գեղարվեստական մասով աշխատում էինք, այն ժամանակ Արդինի ստուդիայում էինք։ Մի խոսքով ուշանում եմ պիտի տաքսիով հասնեմ, այս ճոպանուղու մոտ էինք, այն ժամանակ գային դե գիտեք ոնց էր կանգնացում էր, պիտի մի հատ 500-նոցնա, 200-նոցնա թուղթ դնել։ Ուրեմն այս տաքսին եկավ, երկրորդ մեքենա կանգնեց Սվետաֆորի տակ, կարմիր էր։ Փոխվեց լույսը, մենք ուղիղ հասնում ենք գային, մեզ կանգնացնում է։ Որ շտապում եմ ոնց ասենք բան կլինի, չէ։ Հիմա այստեղ են իջելա, փող չի ուզում տա, բազար անում հետը։ Ես արդեն այդ ներվից որ ուշանում եմ տեղից դուրս, ասես բացում եմ, տենամ ինչ են խոսում։ Ու ինչ եմ լսում։ Այս վարորդ ասում ախպեր ջան, բայց այս կարմիր լույսի տակով չեմ անցել։ Ոստիկան ասում դու տեսար կանգնած եմ չանցար, բայց ուզում էիր անցնել։ Այսինքն կարար կանխագուշակեր, հա, խախտման կանխագուշակ։ Այ այդ նույն գործողությունն արի Ռուսաստանը։ Դուք ուզում էիք բերեիք այդ բլոճոց իրանները։ Մենք էլ գլխանց դեմ առանք։ Իհարկե այդտեղ ես իջա Բեքենայից ու կարգին ուրիշ բան դարձավ այդ ամեն ինչը, ջղայնացել էի լավ, այդ ժամանակներն էլ կաշկանդվածություն չունեի շատ, հանրային մարդ, բաց, բաներ չկար, փառք Աստծո։ Ստացվեց այնպես, ինչպես պիտի ստացվեր։ Այս պարագայում չգիտենք ինչ ենք անելու։ Բայց Մարտակոսը հենա ջեմա պատրաստում, բան անում, աշխարհը նոր աշխարհը։ Ես հասկանում եմ շատերի համար աշխարհը Ռուսաստանն է, բայց աշխարհը նոր է ծանոթանում մի մրգի հետ, որը աշխարհի լեզվից եթե թարգմանանք, դառնում է հայկական սալատ։ Այ ես մի առաջարկություն ունեմ, ու սրանով հաջողացենք մեր սիրելի ընկերներին եւ ակնիրներին, լավ բառ է, չէ՞։ Շատ։ Պետությունը կարող է հիմա գումար վճարի, ասենք միջազգային լրատվամիջոցներից մեկին գնան Մարտակոսի հետ մի հատ ռեպորտաժ պատրաստեն աշխարհով մեկ տարածան։ Ու պատկերացնում ես, չէ՞, այդ ինչ գովազդ։ Իմիջայլոց կարան հետը դնեն, մի քիչ ուշ գնան մի ամսից, որ հետը դնեն իսկական ջեմի հենց ծիրանը, որտեվ աշկից Մարտակոս են թանգանոց ուտելու ծիրանից է ջեմ սարքել։ Դες բաց չեն անում դա։ Աղջանաբաթի։ Խնդրում ենք տարբեր ջեմինը ուրիշ է, շալախ։ Բայց նա էլ է համով։ Չգիտեմ, մանրները լավն են այդ կողմից։ Կուտնել դառը։ Ահա։ Ամենայն հարգանքով, ամենայն բարիք ձեզ։ Եթերում սև ու սպիտակ դեր կհանդիպենք։